Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես ազատվել քրոնիկ հոգնածությունից, եթե մեղավորը հորմոնները չեն։ Շատ հաճախ այս քրոնիկ հոգնածության գանգատները դրսևորվում են սխալ կենսակերպի հետևանքով։ Ինչպես հասկանալ քրոնիկ հոգնածությունը կենսակերպի հետևանքով է, թե հորմոններն են մեղավոր, կան ախտանշաններ։ Օրինակ մաշկի չորություն, մազաթափություն, կապտամանուշակագույն ստրիաներ որովայնի առաջային պատին, մեջքին։ Իսկ որոնք են այն սխալները սննդակարգում, որոնք նպաստում են քրոնիկ հոգնածության։ Եթե անհրաժեշտ սպիտակուց չունենանք, մեր միկրոէլեմենտներն էլ չեն յուրացվի, մենք կունենանք ոսկրամականային ցավեր, հոդացավեր, մազերը կթափվեն։ Հոգնածությունը դրոշմվում է դեմքին, աչքերի շուրջ այտուցների տեսքով, շատ տհաճ երևույթ, ինչ անենք, ինչպես ազատվել սրանից։ Եթե մեզ զրկենք օրինակ հացահատիկներից, որը հիմա շատ մոդայիկ է, որ հացը հանում են իրենց ռացիոնից, B խմբի վիտամինների անբավարարության են գալիս, ունենում ենք նյարդային լարվածություն, գրգռվածություն։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Քրոնիկ հոգնածությունը բնորոշ է ժամանակակից մարդուն։ Պատճառները բազմաթիվ են, սկսած հորմոններից մինչև սխալ կենսակերպ, վիտամինային անբավարարություն, ինչպես տարբերել եւ ինչպես ազատվել քրոնիկ հոգնածությունից, եթե մեղավորը հորմոնները չեն։ Սննդակարգ եւ վիտամիններ։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Ագնես Ավետիքյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ բժշկուհի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ սխալների ուղում ենք անելու, տրամադրելով կարևոր ինֆորմացիա, դեղատոմս, թե ինչպես ազատվել քրոնիկ հոգնածությունից, բայց նախ խոսենք պատճառների մասին։ Ինչպես նշեցիք արդեն, քրոնիկ հոգնածությունը բազմապատճառային գանգատների շարք է, այսպես ասած, սիմպտոմոկոմպլեքս է։ Դրա համար չեն կարող առանձնացնել կոնկրետ որևէ հստակ պատճառ։ Սկսած կենսակերպից մինչև ծանրագույն հիվանդություններ կարող են դրսևորվել քրոնիկ հոգնածությանը բնորոշ գանգատներով։ Առաջնահերթ կարևորությունը պետք է տրվի պրոֆիլակտիկ բուժզնմանը։ Զննման ընթացքում, երբ որ մանրամասն անամնեզ հավաքվի, հիվանդի արտաքին օբյեկտիվ զննումից ելնելով, արդեն կորոշվի հետագա հետազոտությունների պլանը։ Շատ հաճախ այս քրոնիկ հոգնածության գանգատները դրսևորվում են սխալ կենսակերպի հետևանքով, այսինքն հետազոտում ենք հիվանդին, անալիզներ ենք անում, տարբեր լաբորատոր քննություններ, կորտիկային հետազոտություններ եւ տեսնում ենք, որ լաբորատոր մակարդակով ամեն ինչ կարգին է, այսինքն այստեղ հարցը զուտ մեր սխալ կենսակերպն է, մեր քնի խանգարումն է, մեր ֆիզիկական ակտիվության պակասը։ Ինչպես հասկանալ քրոնիկ հոգնածությունը կենսակերպի հետևանքով է, թե հորմոններն են մեղավոր, կան ախտանշաններ։ Պրոֆիլակտիկ հետազոտության ընթացքում, երբ որ դիմում են բժշկի, արդեն երբ որ անալիզները գալիս են նորմայի սահմաններում, արդեն անցնում ենք մանրամասն կենսակերպի մասին ինֆորմացիա հավաքելու վրա են կենտրոնանում։ Իսկ կան որոշակի ազդանշաններ, որոնք հստակ բժշկին ուղղորդում են, թե որ լաբորատոր քննությունն է անհրաժեշտ, որ հետազոտությունն է անհրաժեշտ պացիենտին, որպեսզի հասկանանք արդյոք սա հիվանդության հետևանք է, թե կենսակերպի։ Օրինակ մաշկի չորություն, մազաթափություն, կապտամանուշակագույն ստրիաներ որովայնի առաջային պատին, մեջքին, դաշտանային ցիկլի բացակայություն կամ խանգարումներ, այտուցներ վերջույթներում կամ թեկուզ դեմքի վրա, բնական ծալքերի շուրջ մքացումներ, դրանք բոլորը հուշում են, որ պետք է նշանակվեն որոշակի հետազոտություններ եւ ըստ այդմ արդեն կազմվի հետագա բուժման պլանը։ Ուրեմն, եթե կան այս ախտանշանները, պետք է անհապաղ դիմել բժշկի հետազոտվելու համար, իսկ եթե ոչ, եթե հերքում ենք հիմնական պատճառները, որ դա որևէ հիվանդության ախտանիշ է, ապա հնարավոր է հենց կենսակերպի հետևանքով ձեր մոտ առաջանա քրոնիկ հոգնածություն։ Ասենք թե անդրադառնանք այդ գործոններին, հա, արդյոք նստակյաց կյանքը բերում է քրոնիկ հոգնածության։ Այո, նստակյաց կյանքը ուղիղ համեմատական է մեր ինքնազգացողության հետ։ Նստակյաց մարդը, հատկապես ժամանակակից դարում նստակյաց մարդով էկրանների դիմաց է աշխատում, էկրանների լույսից ընկճում է մելատոնինի սինթեզը։ Հետո էկրանների դիմաց նստած մարդը չի հասկանում ինչ է ուտում, ինչքան է ուտում, դատարկ կալորիաներ է շատ ընդունում, բարձրանում է այս կերպ ճարպակալման ռիսկերը։ Հետո հենաշարժիչ համակարգի հետ ենք ունենում խնդիրներ արդեն իսկ։ Դրա համար պետք է այս ամեն ինչը մանրամասն խոսել ու հիվանդին բացատրել։ Պետք է գոնե adekvat 1 ժամ ընդմիջումը օրական կազմակերպել աշխատանքի ընթացքում, ֆիզիկական ակտիվություն, մաքուր օդ, այդ ամեն ինչը պետք է պարտադիր կազմակերպել ու բալանսավորված սնունդ ներառել։
Իսկ որոնք են այն սխալները սննդակարգում, որոնք նպաստում են քրոնիկ հոգնածության։ Քանի որ գիտենք, որ սննդակարգից ենք, սննդամթերքներից ենք մենք ստանում մեր հիմնական էներգիան, երբ որ մենք չենք ընդունում անհրաժեշտ վիտամինները, սպիտակուցների անհրաժեշտ քանակությունը, մենք մի օր գալու ենք նրան, որ սպառվեն մեր օրգանիզմի էներգետիկ պաշարները։ Օրինակ սպիտակուցի անհրաժեշտ չափաբաժինը օրական մարդու մոտ կազմում է 1 կիլոգրամին 1 գրամ սպիտակուց։ Ֆիզիկական ծանր աշխատանք կատարող մարդկանց ավելի շատ չափաքանակ է հարկավոր սպիտակուցի համար։ Եթե անհրաժեշտ սպիտակուց չունենանք, մեր միկրոէլեմենտներն էլ չեն յուրացվի, մենք կունենանք ոսկրամկանային ցավեր, հոդացավեր, մազերը կթափվեն, մաշկի վրա այդ ամեն ինչը կանդրադառնա, կկորցնի մեր մաշկը, մեր իր երիտասարդությունը։ Դրա համար պետք է պարտադիր սպիտակուցների քանակի վրա ուշադրություն դարձնել։ Իսկ որքան է ընդունելի չափաբաժինը օրական։ 1 կիլոգրամին 1 գրամ հաշվարկով։ Որոշ դեպքերում ավելի բարձր։ Ջրի պակասը կարող է հանգեցնել նաև հոգնածության։ Ջրազրկումը կարող է, բայց այ որ նշում են պարտադիր 2-3 լիտր օրական, դա այդպես չի, պետք է ամեն մարդ հիմնվի իր ծարավի եւ պահանջի զգացողության վրա։ Քանի որ մեր մրգերի մեջ էլ կա ջուր, մենք թեյից, սուրճից էլ ենք ջուր ստանում, ցանկալի է որ հետևի պացիենտը, որ որոշակի քանակով ջուր օրական ստանա, բայց իրեն ստիպելով պետք չի լրացնի 2-ից 3 լիտր ջրի պահանջը, որտեղ ջրազրկումը եւս թուլացնում է մեր օրգանիզմը։ Դե մարդ կարող է չվերահսկել կամ պահանջ չունենալ եւ ջրազրկում տեղի ունենա, որովհետեւ անբավարար ջուր է ընդունում։ Այդպես սովորաբար չի լինում, որովհետեւ մեր օրգանիզմը շատ խելացի է։ Երբ որ տեսնում է, որ պետք է լինի ջրազրկում, արդեն օրգանիզմը պահանջը տալիս է, որ ինձ ջուր է հարկավոր։ Ու մարդ կարող է այդ ջուրը խմել թեկուզ երեկոյան ժամերին, ինչ որ մեկ այդ պահանջը կզգա առավոտյան, կարևորը որ լսել սեփական օրգանիզմի պահանջներին։ Լավ, բայց ասում են անբավարար ջուրը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, այդպես չէ։ Հետազոտություններ անցկացրեցին ու հասան այն եզրակացության, որ մարդը, եթե ըստ պահանջի է օգտագործում, իր օրգանիզմը այդքան է պահանջում, ուրեմն այդքանը իրեն հերիք է նորմալ կենսագործունեության համար։ Իհարկե կան որոշակի խնդիրներ, օրինակ մաշկային որոշ հիվանդություններ, որոնց դեպքում բժիշկը ցուցում է ավելի շատ հեղուկներ օգտագործել, բայց հենց կոնկրետ ջուր չէ։ Ուղղակի հեղուկներ, ինքը պետք է մի փոքր ավելի ուշադիր եւ հստակ լինի, բայց առողջ մարդու մոտով խնդիր չունի։ Իր սեփական օրգանիզմի ազդակներին լսելը արդեն բավական է, որ լրացնի իր պահանջը։ Շատ լավ, սխալ սննդակարգին անդրադառնալով պիտի խոսենք նաև դիետաների մասին, ցածր կալորիականությամբ, որոնք հյուծում են օրգանիզմը եւ այո, կարող են դառնալ քրոնիկ հոգնածության պատճառ։ Ոչ միայն քրոնիկ հոգնածությամբ կարող են հանգեցնել նույնիսկ անորեքսիայի եւ հյուծման։ Դա ինչի հետ է պայմանավորված, մարդիկ իրենց միանգամից խիստ դիետաներ են նշանակում, կալորիաների խիստ դեֆիցիտ են առաջացնում ու այդ քիչ կալորիան իրենց չի հերիքում մտավոր աշխատունակության կամ իր սեփական առօրյա գործերը անելու համար, այսինքն ծախսը չափազանց է գերազանցում ընդունվածին։ Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնենք, որ չկան հատուկ դիետաներ, չի կարելի զրկել ինչ-որ մթերքներից, չի կարելի զրկել անհրաժեշտ կալորիաներից, կալորիաների դեֆիցիտն էլ պետք է առաջանա գրագետ ձևով, որպեսզի մենք կարողանանք վերահսկել մեր քաշը։ Խիստ կալորիաների խիստ դեֆիցիտը օրգանիզմը ճանաչում է որպես ստրես եւ սկսում է միացնել իր էներգախնայման ռեժիմը, որպեսզի օրգանիզմը ավելի չհյուծվի։ Այդ պատճառով որ շատերը ասում են, ես խիստ դիետա պահեցի, ես մի ամսվա մեջ նիհարեցի, հետո քաշը ստոպ տվեց։ Դա ոչ թե ստոպ տվեց, օրգանիզմը հասկացավ, որ այս ճանապարհով գնանք, կկորցնենք մեզ։ Դրա համար ինքը ինքնուրույն միացրեց մեր էներգապահպանման ռեժիմը։ Ինքնապաշտպանական ռեժիմը եւ թույլ չի տալիս, որպեսզի կիլոգրամները պակասեն ու քաշի կանգ է նկատվում։ Այո, պետք է ավելի գրագետ այս ամեն ինչը կազմակերպել։ Ու հիմա ժամանակակից սննդաբանություն չի ընդունում դիետաները, առաջարկում է օգտվել միջերկրածովյան սննդակարգից, դաշտ դիետայից, որոնք իրենցից ներկայացնում են կոնկրետ միջերկրածովյան սննդակարգը, համարվում է միջերկրածովյան ժողովուրդների ռացիոնը, այսինքն դուք ուտում եք ամեն ինչ, ուղղակի բալանսավորված։ Ինքը շատ բալանսավորված սննդակարգ է։ Եվ մասնավորապես ծովամթերք, սպիտակուցներին մեծ ուշադրություն ենք դարձնում։ Բանջարեղենը պարտադիր առողջ ափսեի սկզբունքով ափսեի կեսը բանջարեղեն պետք է լինի բջջանյութ, բարտացղաջրերը ամբողջահատիկ պետք է լինեն պարտադիր։ Սխալ սննդակարգը նույնպես կարող է մի շարք խնդիրների պատճառ հանդիսանալ, մասնավորապես նախաճաշ ճաշ ընթրիքը, այս 3 կարևոր գործոնները երբ խախտում ենք։ Օրինակ նրանք, ովքեր չեն նախաճաշում, սովորաբար ուշ ժամի ընթրում են։ Ինչպես է ընթրիքը անդրադառնում օրգանիզմի վրա։
նախաճաշի մասին հետազոտություններ էին անցկացրել վերջերս, որ եթե մարդ չի ցանկանում նախաճաշել, ինքը կարող է բաց թողնել այդ սննդընդունումը։ Ինքը նախկինում, երբ որ ասում են, որ դու պետք է հարուստի պես նախաճաշը ընտրիքը տաս աղքատին, այդ արտահայտությունը արդեն էլ ակտուալ չէ, որովհետև դա բերեց սննդային վարքի խանգարումների։ Մարդիկ իրենց ստիպելով նախաճաշում էին, բայց միևնույն է իրենք կեսօրին էին ուտելու, ընթրիքին ու ավելի շատ կալորիաներ, սա բերեց սննդային վարքի խանգարումներին։ Հետո որոշեցին, որ նախաճաշի հարցը թողնենք օրգանիզմի անհատի ընտրության վրա, իսկ ընթրիքի մասով պետք է ընտրենք ոչ ուշ, քնից 3 ժամ առաջ, վերջին սննդընդունումը պետք է կազմակերպել քնից 3 ժամ առաջ ու պետք է լինի ցածր կալորիականության։ Ինչու՞, որովհետև բարձր կալորիաները մեր օրգանիզմից ավելի շատ էներգիա են պահանջում, որ մենք ծախսենք դրանք, խանգարում են մելատոնինի սինթեզը, որը քնի հորմոնն է ու դրանից է կախված մեր ցիրկադիան ռիթմերի կարգավորումը։ Հա, դրա համար որոշեցին, որ ցածր կալորիականությամբ ենք ընտրում, ցանկալի է ընթրիքից հետո մի փոքր քայլել մաքուր օդին, որ մեր կերածը ավելի մարսվի, որ մենք ավելի լավ զգանք մեզ, նպաստի մելատոնինի սինթեզի բարելավմանը։ Իսկ ինչ կլինի, եթե ընտրում ենք եւ գնում քնելու։ Շատ դժվար կլինի քնելը նախ եւ առաջ, որովհետեւ ստամոքսից էվակուացիան է դանդաղում, գերքաշ ունեցող մարդկանց մոտ հնարավոր է հետոզք լինի, ռեֆլյուքս գաստրիտ լինի, ստամոքսից կերածը գերակրապող այրոցների պատճառ հանդիսանա։ Բացի այդ, քունը որակյալ չի լինի, եթե մեր մելատոնինը լավ չի սինթեզվում, մեր քնի որակն էլ է ընկնում այդպես։ Մեր անորակ քունը, բնականաբար ոչ որակյալ քունը կնպաստի, որ մենք չունենանք բավականաչափ էներգիա եւ աստիճանաբար այդ շարունակական process-ի հետևանքով ձևավորվի քրոնիկ հոգնածություն։ Իդեպ հոգնածությունը դրոշմվում է դեմքին, աչքերի շուրջ այտուցների տեսքով, շատ տհաճ երևույթ, ինչ անենք, ինչպես ազատվել սրանից։ Նախ եւ առաջ պետք է հաշվի առնենք, թե այդ այտուցները ինչի հետևանքով ձևավորվեցին, անորակ քնի, թե սխալ սննդակարգի հետևանքով։ Եթե մենք անբավարար սպիտակուցներ ենք օգտագործում, դա նույն օսմոսի օրենքն է, պետք է օրգանիզմը հեղուկ է հավաքում։ Հիպերոսմոլար միջավայր է ստեղծում, օրգանիզմը հեղուկ է պահում ավելորդ։ Այս դեպքում պետք է մենք ուղղակի սպիտակուցների քանակը լավացնենք։ Եթե չարաշահում ենք աղը եւ քաղցրը, դա էլի նույն օսմոսի օրենքով է աշխատում, էլի մենք պետք է բավականաչափ ջուր խմենք, մի քիչ ջրի քանակը ավելացնենք, որ հաջորդ օրը այտուցներով չարթնանանք։ Ալկոհոլի օգտագործումը, եթե մենք երեկոյան ժամերին ալկոհոլ օգտագործենք ու բավականաչափ հեղուկ ջուր չօգտագործենք, հաջորդ օրը դա կնպաստի, որ էլի մենք արթնանանք այտուցներով։ Այսինքն պետք է մենք հետևենք մեր, այսպես ասած, փորձենք գտնել պատճառը։ Ցածր ֆիզիկական ակտիվությունը կնպաստի, որ մենք ունենանք այտուցներ, դա սխալ լիմֆոդրենաժ կունենանք, էլի կառաջանան այտուցներ, էլի օրգանիզմը հեղուկ կպահի։ Շատ լավ, եւ հաջորդ գործոնը, որը կարող է քրոնիկ հոգնածության պատճառ լինել, կենսակերպով պայմանավորված, դա շատ ծանր աշխատանքն է կամ սթրեսը, չենք կարող աշխատանքից հրաժարվել, ինչ անել այս դեպքում, բժշկու ինչ եք սովորաբար խորհուրդ տալիս։ Սա մի քիչ հոգեբանական եւ ես այստեղ իմ սեփական կարծիքը պետք է արտահայտեմ, ոչ թե որպես հետազոտություններ չեմ ներկայացնում։ Ծանր ֆիզիկական աշխատանքին անդրադառնանք, եթե ֆիզիկական է ծանր աշխատանքը, պետք է մենք բավականաչափ սպիտակուց օգտագործենք, որովհետև այդ հոգնածությունը ձևավորվում է մեր մկանային զանգվածի կորստի հետևանքով։ Եթե մտավոր լարվածություն է կամ ստրեսային է, ցավոք սրտի ոչ ոք ապահովագրված չի ստրեսից, հատկապես 21-րդ դարում, սկսած նրանից, որ մենք առավոտյան արթնանում ենք խցանումներով հասնում աշխատանքի, արդեն իսկ ստրեսի աղբյուր է։ Այդ պատճառով զուտ պետք է ինքնատիրապետումը եւ ինքնակառավարումը մեր մեջ շատ հզորացնենք ու ամրապնդենք։ Օրինակ, եթե մենք զգում ենք, որ պետք է ավելի հոգեհարազատ աշխատանք գտնենք մեզ համար, սա էլ է խիստ հարաբերական, որովհետև շատ ժամանակ մեր հոգեհարազատ աշխատանքը մեզ լավ եկամտի աղբյուր չի հանդիսանում, չէ՞։ Այո, պետք է մենք ավելի շատ աշխատենք գտնել ոսկե միջինը, կազմակերպենք adekvat դադարներ, ընդմիջումը օգտագործենք լիարժեք, ոչ թե նստենք հեռախոսը սկսենք թերթել, այդպիսի ժամանակակից ախտորոշում կա scrolling syndrome, երբ որ մենք անընդհատ ռիլեր ենք թերթում, հեռախոսով scroll ենք անում, դա նպաստում է, որ ձևավորվի անընդհատ ստրես ու լարվածություն։ Մենք պետք է ընդմիջմանը փորձենք բալանսավորված ինչ-որ սնունդ օգտագործել, մաքուր օդին դուրս գալ, մի փոքր շփվել, հաճելի զրուցել թեկուզ մեր շրջապատի, մեր գոլեգաների հետ, մաքսիմալ պետք է լիարժեք օգտագործել ու ի օգուտ մեզ։ Որպես կանոն մարդիկ դիմում են քաղցրի օգնության այս դեպքերում, որպեսզի կոմպենսացնեն ցրեն սթրեսը, սա օգնում է թե վնասում։
Քաղցը կարճատև հաճույքի աղբյուր է։ Քաղցրը ընդհանրապես ու ցանկացած թեկուզ գազավորված ըմպելիքները, էներգետիկներ դրանք կարճատև հաճույքի համար են։ Մեզ տալիս են կարճատև էներգիա, հետո արագ ներծծվում են եւ մենք ավելին ենք ուզում, նոր քաղցր ենք ուզում։ Եթե մենք սնվենք բալանսավորված ափսե ընտրենք մեր ընդմիջումը կազմակերպելու համար 1/4 սպիտակուց, 1/4 բարտաცხաջուր եւ կեսը բանջարեղենով լի ափսե ընտրենք, մենք քաղցի պահանջ այլևս չենք ունենա։ Եթե ունենանք, էլ մի փոքր կտորը մեզ կբավականացնի։ Այո, բոլորս գիտենք, որ անառողջ սնունդը հանգեցնելու է վիտամինային անբավարարության եւ այստեղից էլ կարող է քրոնիկ հոգնածություն առաջանալ, ասենք հատկապես որ վիտամիններին պետք է ուշադրություն դարձնել։ Վիտամինները ու միներալները մեր էներգիայի հիմնական աղբյուրն են, դա գիտենք, այսինքն բոլոր վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության։ Եթե մեզ զրկենք օրինակ հացահատիկներից, որը հիմա շատ մոդայիկ է, որ հացը հանում են իրենց ռացիոնից, B խմբի վիտամինների անբավարարության են գալիս, ունենում ենք նյարդային լարվածություն, գրգռվածություն, դրա համար պետք է adekvat օգտագործենք բարտաცხաջրերը։ Եթե բանջարեղեն մրգեր են քիչ օգտագործում, արդեն ջրալույծ վիտամիններից ենք զրկում մեզ։ Եթե մսամթերք են քիչ օգտագործում կամ օգտակար ճարպեր են քիչ օգտագործում օմեգա 3 ճարպաթթուները, դա էլ է բերում, որ մեր օրգանիզմը հյուծվի, ու որ հաճախ պացիենտին ասում ենք, որ օմեգա 3-ը եթե չունեք հիվանդություն, կարող եք ընդունել սննդամթերքի միջոցով, միանգամից պատկերացնում են ավոկադոն, սաղմոնը, թունան, բայց կան մատչելի մթերքներ, որոնցով կարելի է օրվա ռացիոնը լրացնել, օրվա պահանջը օմեգա 3-ի, օրինակ կտավատի 15 գրամ սերմը աղացած վիճակով կարող են օգտագործել, պարունակում է օրական նորման օմեգա 3 ճարպաթթուների։ Իսկ ձկնամթերքից ծովատառեխը, բոլորին հայտնի սիլիոտ-կան եւ սկումբրիաձուկը, որ բավականին մատչելի է համեմատ սաղմոնի եւ թունայի, պարունակում է էլի օրական նորման 100 գրամի մեջ մոտ 1600 միլիգրամ օմեգա 3 է պարունակվում։ 2-3 հատ նուշ կարող են ուտել։ Այո, նուշը 2-3 հատ օրվա պահանջը չի լրացնի, բայց էլի օգտակար ճարպաթթուների աղբյուր է, ցանկացած ընդեղեն, ընկույզն է շատ լավ օմեգա 3-ի աղբյուր։ Այդ ամեն ինչը կարելի է լրացնել սննդամթերքի միջոցով։ Իսկ եթե անդրադառնանք մասնավորապես վիտամիններին, սովորաբար մարդիկ մագնեզիում են ընդունում եւ այլ վիտամիններ, D վիտամին, օրինակ չեն կարող ստանալ սննդի ճանապարհով, հա, դուք ինչ խորհուրդ կտաք։ D վիտամինը բնականաբար վիտամիններից թերևս միակն է, որ սննդամթերքով դժվար է ստանալ, օրինակ դժվար է ուտել 20 հատ ձու օրական, որ լրացնել պահանջը։ Մենք էլ արևադարձային երկրում չենք ապրում ու հասարակածի նկատմամբ այն դիրքում ենք, որտեղ եթե նույնիսկ դուրս են գալիս արևին, արևապաշտպանով ենք, հագուստով ենք փակ, որ հանկարծ չայրվենք արևի ճառագայթներից։ Դրա համար դեն պետք է ընդունեն։ Վերջին ուղեցույցներով, որ ամերիկյան էնդոկրինոլոգների ասոցիացիան հրապարակեց, մի քիչ մեծ աղմուկ բարձրացավ դրանից, բայց սահմանեց որոշակի նորմաներ, մինչև 0-18 տարեկան երեխաների համար պարտադիր ընդունման համար հղիները պետք է ընդունեն, ճարպակալում եւ դիաբետ ունեցող մարդիկ պարտադիր պետք է ընդունեն վիտամին D պրեպարատներ որոշակի դոզաներով, դա իհարկե ամեն բժիշկ իր պացիենտին կբացատրի։ Եվ որոշակի հիվանդությունների դեպքում 75 տարեկանից բարձր տարիքում։ Մնացածը ըստ դեֆիցիտի։ Առանց լաբորատոր անալիզի չի կարելի ընդունել ոչ մի միներալ, ոչ մի վիտամին։ Պետք է մենք ունենանք հաստատված դեֆիցիտ, նոր ընդունենք։ Իսկ վիտամին D-ի ընդունելի չափաբաժինը ամեն տարիքային խմբերի համար տարբեր է։ Օրինակ 0-18 տարեկանների համար մինչև 1600 միավոր օրական դա կանխում է սուրշնչառական վիրուսների զարգացումը, հղիների համար 2500 միավորն է օրական թույլատրելի, ճարպակալում դիաբետ ունեցողների մոտ 3500 միավոր։ Տարեցների մոտ էլի 1600 է նշվում, բայց սա հարաբերական է արդեն կախված որոշակի ուղեկցող հիվանդություններից։ Այսպիսով բժշկուհի ինչպես ազատվել քրոնիկ հոգնածությունից, եթե մեղավորը հորմոնները չեն։ Պետք է դե հոգեբանականը դնենք մի կողմ, կեսակերպի վրա անդրադառնանք, պետք է բալանսավորված եւ առողջ սնվենք, օգտագործենք մաքսիմալ փորձենք ամեն ինչ ստանալ սննդամթերքից, պահպանենք մեր բավարար ֆիզիկական ակտիվությունը եւ կարեւորը ունենանք առողջ քուն։ Շնորհակալություն կարևոր ինֆորմացիայի համար, եղեք իրազեկ, նաև պաշտպանված, տիրապետեք ինֆորմացիայի հզոր ուժին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ, մենք զրուցում էինք էնդոկրինոլոգ Ագնեսա Ավետիքյանի հետ, դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի համեցեք Յասաման, Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Իսկ մենք կհանդիպենք։